Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, սկսում ենք այսօրվա հաղորդումը 3-ի առաջի օրվա հաղորդման շարունակությունն է, որտեղ շումերագետ Արմեն Դավթյանը ձեզ պատմեց հայ շումեր լեզվական առնչությունների մասին եւ այդ զրույցը այսօր նա կշարունակի, հետո կանցնենք երկրորդ բաժինը, որը կապված է հայ շումերական մշակույթի հետ։ Այժմ միացնեմ Երևան հեռուստակամրջով եւ գծի վրա կհայտնվի ինքը Արմեն Դավթյանը, գծի վրա է, բարև ձեզ Արմեն Դավթյան, դուք գծի վրա եք եւ մեր զրուցակիցն են նաեւ Արտուր Արմինը, որը որ անցած հաղորդման ժամանակ մասնակցում էր։ Խոսքը տանք նորից Արմեն Դավթյանին, որպեսզի շարունակի հետաքրքիր զրույցը հայ շումերական առնչությունների մասին լեզվական առումով եւ լսենք, նախապես շնորհակալություն հայտնենք առաջի մասի համար եւ Արտուր Արմինին եւ Արմեն Դավթյանին եւ լույս աշխարհի բոլոր դիտողներին, որտեղ հրաշալի կարծիքներ եւ հորդորներ էին թողել կայքեջում, որի համար ողջավորված ենք, մեկ անգամ եւս ընդունեք բոլորիս կողմից շնորհակալությունները Արմեն Դավթյանին եւ բոլորս միասին ուրախ ենք, որ այս թեման այդպիսի տպավորություն թողեց։ Խոսափողը տրամադրում է Արմեն Դավթյանին։ Խնդրեմ Արմեն։ Բարև ձեզ, ես ուրախ եմ, որ արձագանքներ կան եւ իհարկե այս թեման շատ ծավալուն է, բոլորի համար էլ պարզ է, որ նման նյութը, օրինակ համալսարանում մի քանի կիսամյակ դասախոսություններ պիտի կարդացվեն եւ բնական է, որ եւ հասկանալի, որ 1-2 հաղորդման մեջ նյութը սպառել հնարավոր չի։ Ես աշխատել եմ եւ այս հաղորդման մեջ էլ կաշխատեմ ավելի պարզ նյութին անտեղյակ մարդկանց հասկանալի լեզվով խոսել, բայց մենք մի բան պիտի հաշվի առնենք, որ այս պարագայում, երբ որ մեր լսարանը հայերեն իմացող մարդիկ են, այս լսարանի առաջ նույնիսկ կարիք չկա մասնագետ լինելու։ Ես ասեմ, որ առաջին անգամ շումերերենը հայերեն է պնդումը կատարել է Վիլեն Սաֆարյանը, որ ցավոք վերջերս հեռացավ մեզանից, եւ ինքը մասնագետ չէր լեզվում, այսինքն նույնիսկ մասնագետ չլինելով հնարավոր էր դա տեսնել, այնքան ակնհայտ էին շումերերեն հայերեն ընդհանրությունները, այսինքն հայերեն իմացող մարդը երբ որ խորանում է նյութի մեջ, դա արդեն բավարար է դա տեսնելու։ Նախորդ հաղորդման մեջ կարծում եմ մենք չհասցրինք խոսել մի կարևոր երևույթի մասին, շումերական գրի։ Արմեն ջան, եթե կարելի է մի քիչ բարձր, հա։ Շումերական գրի առաջին առանձնահատկությունը ռեբուսն է։ Այն ռեբուսը, որ չգիտեմ դուք ինչպես, բայց ես հիշում եմ, որ փոքր ժամանակ մանկապատանեկան թերթերում, ամսագրերում ռեբուսներ էին հրատարակվում եւ մենք երեխաներով լուծում էինք։ Ահա այդպիսի ռեբուսով են նկարների միջոցով ռեբուսներով են գրվում առաջին տեքստերը։ Հետագայում նկարները արագ գրելու հետևանքով եղեգի սուր ծայրով կավի սալիկի, թաց սալիկի վրա գրելու արդյունքում ստացվում նկարները դառնում են ավելի սխեմատիկ։ Այնքան սխեմատիկ, որ արդեն ավելի ուշ անհնար է, երբեմն անհնար է տեսնել, թե ինչ է եղել նկարված։ Օրինակ, նկարված է եղել ձուկ, սեպանշանով նույն ձուկը նկարելու արդյունքում, արագ գրելու արդյունքում, արդեն այդ սեպանշանների թիկունքում դժվար է ճանաչել ձուկ, դժվար ասենք պատկերված է եղել էշ, էշը դժվար էր արդեն ճանաչել ավելի ուշ սեպագրում։ Ահա այս նկարներով նրանք ռեբուսային գրով գրում էին տեքստեր։ Որևէ լեզվով կազմված ռեբուսը անհնար է կարդալ մեկ այլ լեզվով։ Դա ակնհայտ է եւ բացահայտ է։ Օրինակ, ռեբուսի մի պարզ օրինակ ասեմ։ Նկարում ես շուն, ավելացնում ես չ տառը վերջում եւ կարդում ես շունչ, բոլորովին ուրիշ բառ, բոլորովին ուրիշ իմաստ։ Պարզապես շուն նկարը օգտագործված է 3 շ ու ն հնչյունները հնչեցնելու համար։
Սա պարզ ռեբուսային գիր է։ Այս պարագայում, նման պարագայում անհնար է շուն բառը կարդալ մեկ այլ լեզվով, գումարել չ և ստանալ իմաստ կամ նույն իմաստ։ Շումերական ռեբուսները ընթերցվում են հայերեն։ Ահա սա է գլխավոր փաստարկներից մեկը, համանունները, որոնք չեն կարող կրկնվել երկու տարբեր լեզուներում։ Ճիշտ այդպես ռեբուսը չի կարող կարդացվել երկու տարբեր լեզուներով։ Նույն ռեբուսը հնարավոր է կարդալ միայն մեկ լեզվով։ Եթե ռեբուսը կարդացվում է հայերեն, ուրեմն իդեմս շումերերենի մենք գործ ունենք հայերենի հետ։ Ահա ռեբուսը նույնպես մի լրացուցիչ և հզոր փաստարկ է այն թեզի օգտին, որ շումերերենը հայերեն է։ Լեզվական ընդհանրությունների մասին խոսելիս մենք խոսեցինք հնչյունաբանության մասին, հնչյունների ընդհանրությունների մասին, հնչյունական ձևափոխությունների, հնչյունափոխությունների օրինաչափությունների մասին, որ նույնն են հայերենում և շումերերենում։ Մենք խոսեցինք համանունների մասին, որ նույնն են շումերերենում և հայերենում, ռեբուսային գրի մասին և բառապաշարի մասին։ Այստեղ շատ կարևոր է բառապաշարի մի այնպիսի շերտ, որ կոչվում է գիտական լեզու։ Շումերական ժամանակների պարագայում և այդ հասարակության պարագայում գիտական բառի փոխարեն ավելի ընդունելի է օգտագործել քրմական բառ, քանի որ գիտնականները նույն քրմերն են և գիտությունը, արվեստը դեռևս տարանջատված չեն իրար, դրանք մեկ միասնական համակարգի մեջ են։ Ավելին, ընդհուպ մինչև միջնադար, մեր միջնադարում է երաժշտությունը համարվում էր մաթեմատիկայի կարևոր բաղկացուցիչ և հակառակը մաթեմատիկան երաժշտագիտության և երաժշտության կարևոր բաղկացուցիչ էր։ Այսինքն բոլոր արվեստների միասնականությունը իբրև կրոնական տիեզերագիտական համակարգ գիտելիք էր և գիտնականը նույն հոգևոր ծառայություն մատուցող քուրմ էր։ Այս իմաստով մենք արդեն լեզվից աստիճանաբար անցում ենք կատարում մշակույթին, մշակույթ լայն իմաստով։ Այսօր ոմանք մշակույթ ասելով հասկանում են երգի պարի անսամբլները, այդպես չի, մշակույթը շատ ավելի լայն իմաստով պետք է հասկանալ, հիշենք, որ մշակույթը ռեբուսների հետ կապված մի քանի օրինակ կարող ես ասել մեր հանդիսատեսի համար, դրանց հետո երկու հատ հարցել էլի բառերի հետ կապված ես հետո նոր անցնենք մշակույթի, եթե կարելի է։ Օրինակ, պատկերված է էշ, կողքի պատկերված է ոտ նկար, և այս ամբողջը գրված է փայտ դետերմինատիվով, փայտ ցուցիչով, այսինքն սա փայտե առարկա է, էշա ոտ, այն ինչ որ ժողովուրդը ինչ ասում, իշա ոտ։ Մինչև հիմա է ասում, մինչև հիմա։ Մինչև հիմա ասում են իշա ոտնուկ, դա նույն, եթե դա փայտե առարկա է և գրված է էշ և ոտ բառերով, դա իշա ոտնուկ է, նստարը, երկար նստարը։ Դրանք այնքան պարզ պրիմիտիվ բան է, որ ես իմաստը նույնիսկ չտեսա օրինակներ բերելու։ Հետաքրքիր է ամեն դեպքում, մենք գործում ենք լայն դիտողական հասարակություն։ Երեկո, evening, երեկո բառը գրված է 3 թվով, վերջում ավելացված է կո։ Որպեսզի դու ստանաս բառը, ինչ պիտի անես։ Պիտի կարդաս 3, քանի որ քն, հիշենք, քն, գրաբարի հոգնակի թվի քն է, որ կարող է լինել, կարող է չլինել։ 3 կո, 3 բառի թիվը օգտագործված է իբրև երևանք հնչեցնելու համար։ Արդյունքում մենք ունենք ռեբուս, որտեղ եթե 3 թիվը հայերեն չկարդաս, կարդաս ռուսերեն կստանաս տրիկո։ Տրիկոն չի։ Սպորտային հագուստ դարձավ, որը evening-ից դեռ է։
Բայց մենք հստակ գիտենք, որ այդ կոմբինացիան շումերերենում նշանակում է իննի, երեկո։ Մեկ այլ օրինակ, 8 թիվը օգտագործված է բառամիջում հնչեցնելու համար օդ բանկ։ Սեպագիրը հիշեցնեմ, որ սեպագրում ու և օ հնչյունների տարբերակում չկա, ու և օ նույն կերպ են հնչում։ Այսինքն 8 բառը, եթե օգտագործված է օդ, 8 վանք հնչեցնելու համար, ակնհայտ է, որ դուք դա չեք կարող կարդալ 8։ 8 եթե կարդաք, բառը կաղավաղվի։ Եթե նույնիսկ չաղավաղվի, այդ իմաստը դուք չեք ստանա, ինչ որ ամբողջական բառը տալիս։ Թվերից բացի, կան դեպքեր, երբ որ արև գաղափարագիրն է օգտագործված ար վանք հնչեցնելու համար։ Իհարկե, մեկ այլ դեպքում օգտագործված է 8 թիվը օգտագործելու համար օդ բառ։ Օդ դելով չգրվող օդի մասին չի խոսքը հայերեն, ոզդուխ բառի մասին չի խոսքը, թեյով օդ, որ արմատն է օդյակ, օդևան, օդևանել, օդել, օդ արմատը, որ գրաբարում նշանակում է երեկո գիշեր։ Նույնը շումերերենում 8 թիվը օգտագործված է հնչեցնելու համար օդ երեկո գիշեր իմաստ։ Իսկ արևին ինչու են ասում 8-ու։ Ուրեմն գործ ունենք տրանսկրիպցիաների հետ, երբ որ նույն բառը այստեղ բարդությունը շումերերենի, երբ որ նույն գաղափարագիրը ունի ոչ միայն համանուններ հնչեցնում, այլև հնչեցնում է հոմանիշներ և իմաստով մոտ բառերի մի ամբողջ խումբ։ Օրինակ, վառել ջահ է նկարած և այդ գաղափարագիրը միաժամանակ կարող է նշանակել և լույս, և ակություն, և ջերմություն, և տաքացնել, և չորացնել։ Ահա նույն արև գաղափարագիրը ունի և տաքացնել, և լույս, և լուսավորել, և ծագել, ահա այսպիսի իմաստային խումբ։ Եվ մի դեպքում պիտի կարդաս, նա ունի նաև տու հնչողություն, որ հայերեն տիվ բառն է, տիու գրաբար, որ ասում են գիշերու տիվ, ցերեկ, օրվա լուսավոր պահ։ Այսինքն նույն գաղափարագիրը եթե ունի 3, 4, երբեմն 10, 15 տարբեր ընթերցումներ։ Յուրաքանչյուր դեպքում մենք գործ ունենք կոնկրետ իմաստի, իմաստային նրբերանգի հետ։ Այսինքն, եթե այծ է նկարած, դուք կարող եք կարդալ այծ, դուք կարող եք կարդալ նոխազ, բոլոր հոմանիշներով, դուք կարող եք կարդալ մանր եղջյուրավոր անասուն։ Իրանք կոնտեքստից դատելով և պլյուս դետերմինատիվներով, օրինակ, եթե աստված նշանն է դրած, մենք գիտենք, որ դա արևն է, բայց եթե աստված նշան չկա, արդեն մենք գիտենք, որ գործ ունենք այլ իմաստի հետ։ Ուտուն տուի տարբերակներից մեկն է, տիվ հայերեն լույս օր, օրվա ցերեկ մասի հնչողություններից մեկն է։ Իսկ գերագույն աստված անի պարագայում դա հայերենում պահպանվել է, թե հունական անի հետ Անատոլիա արևելք արև իմաստով մնացել շումերենում։ Ան աստծո ես փորձում էի այստեղ գալ մինչև ընդհանուր մշակույթի գիտությունից հետո անցնեինք սրան, բայց հարցը հետևյալն է, ուրեմն այն ինչ այն աստվածությունը երկնքի, որ շումերում կոչվում է ան, նույնը կա խորիականում անի ձևով և պատմական Հայաստանի տարածքի սրբազան պաշտամունքային վայրերն են, եթե հիշում եք անին, անի կամախը և մայրաքաղաք անի և ևս երկու անի գոյություն են, սրանք հնագույն անի աստվածության սրբատեղիներն են պատմական Հայաստանի տարբեր վայրերում վկայված։ Սա հայկական աստվածություն է, որում երկնքի աստված և բառացի տառացի նույնությամբ
մեր սրբավայրերի անուններն են, որտեղ հետագայում այլ տաճարներ էին կառուցված, ավելի ուշ արդեն նաև քրիստոնեական տաճարներ։ Եթե մենք հիմա ամեն մի աստվածության հարցը քննենք եւ անունների հետևից գնանք, ես կարծում եմ, որ նյութից կշեղվենք, ձեր թույլտվությամբ ես անցնեմ ուրեմն քրմական գիտելիքին, որի մասն է իհարկե եւ աստվածը եւ Էնկի կամ Էյա կամ հայ աստված։ Ուրեմն երբ որ աստղագիտական տերմինները միջագետքյան աղբյուրներում կարդում են 3-4 հազար տարի առաջվանից մինչև 5-րդ դար մեր թվականից առաջ, մենք տեսնում ենք, որ դրանք որպես կանոն գրված են շումերոգրամներով, այսինքն նույնիսկ այն լեզուներում ակադերեն, ասորերեն եւ այլն, նոր բաբելերեն, հին բաբելերեն, երբ որ կա աստղի անունը գրված է շումերական գաղափարով։ Ինչու՞։ Որովհետև սրանք քարացած գիտական տերմիններ են եւ այդ գիտական տերմինների հեղինակները շումերներ։ Ինչպես այսօր բոլոր աստղագետները, երբ որ որևէ բան են գրում, որևէ համաստեղության անուն, նրանք անպայման լատինատար գրում են, որպեսզի թյուրիմացություն, թյուրըմբռնում չլինի, որպեսզի որովհետև աշխարհի բոլոր աստղագետները պայմանավորվել են, որ այս համաստեղությունը լատիներեն կոչվում է այսպես։ Ինչպես բույսերի անունները, կենդանիների անունները լատիներեն միշտ գրվում է թյուրիմացությունից խուսափելու, տարընթերցումներից զերծ մնալու համար։ Նույնը ռեցեպտները, բժիշկները գրում են լատիներեն, ահա այն ժամանակվա գիտական լեզուն շումերերենն էր, եւ շումերերեն էին գրվում աստղանունները, որովհետեւ դա այդ լեզվի կրողների շումերերեն կամ հայերեն, ինչպես ուզում եք, մտածողների լեզվի ծնունդն էր, նրանց մտքի արգասիքն էր։ Աստղագիտությունը շատ կարևոր պահ է գիտության, մշակույթի եւ կրոնի առումով։ Այստեղ աշխարհում ոչ մի լեզու, ոչ մի մշակույթ, ոչ մի ավանդույթ աստղագիտության մեջ չունի այն ընդհանրություններ, ինչ որ ունեն հայերն ու շումերները։ Սա ես ասում եմ միանշանակորեն, որովհետև տարիներ, տասնամյակներ շարունակ ես համեմատել եմ ինչ որ հնարավոր է։ Օրինակ, հայերը ունեն անգղ անունով համաստեղություն։ Անգղ անվամբ համաստեղություն ունեն մեկ էլ շումերները, աշխարհում ուրիշ ոչ ոք չունի։ Որը այսօրվա Սիգնուս համաստեղությունն է, Կարապի համաստեղությունը։ Կարապի համաստեղությունն է, որ պատխոնս արդեն չգիտի, ինչա գրմա թրջի։ Որը ամեն 18,000 տարի մեկ դառնում է հյուսիսային բևեռի կենտրոնական համաստեղությունը, դեր են բաստվում։ Հայերը եւ շումերները ունեն ծիծեռնակ համաստեղություն։ Աշխարհում ուրիշ ոչ ոք չունի ծիծեռնակ համաստեղություն։ Այսինքն կան բաներ, որ միայն մենք ունենք։ Բայց չկան այնպիսի տարբերություն, որ հայերը ունենան, շումերները չունենան եւ հակառակը։ Բայց հունականի հետ մենք ունենք հսկայական քանակությամբ ընդհանրություններ եւ ոչ պակաս քանակությամբ տարբերություններ։ Վեդայականի հետ ունենք ընդհանրություններ, տարբերություն։ Ամենուրեք կան ընդհանրություններ եւ տարբերություններ։ Հայերենի եւ շումերենի աստղագիտական տերմինների հետ կապված չկան տարբերություններ։ Բայց երկուսս միասին տարբերվում ենք մնացածից։ Ավելի աշխարհում ոչ մի համաստեղություն, ոչ մի ժողովուրդ, Օրիոն հայկն համաստեղությունը, չնայած պաշտամունքային է, բարձրակարգ հին Եգիպտոսում էլ նամարնավորում էր Օսիրիս աստվածությունը, Հնդկաստանը գրավող արիացիների մոտ նա պրաջապատին էր, ոչ մեկի մոտ այդ համաստեղությունը չի մարմնավորում իրենց նախնում, նահապետի։ Այդ երևույթը կա հայերի մոտ, որ Օրիոն համաստեղությունը կոչում են հայկ նահապետի, այսինքն իրենց նախնում։ Նույնը մենք տեսնում ենք շումերում, Օրիոն համաստեղությունը, որ կոչվում է ճշմարիտ հովիվ։ Հովիվ բառը իհարկե պետք է հասկանալ հոգևոր իմաստով, ինչպես այսօր էլ կաթողիկոսին ասում են հովվապետ, հովվապետական այց, հոգևոր հոտ է հովվել, հոգևոր հոտի, հովիվ, այդ
Հիշել, որ Եգիպտոսում էլ փարավոնների դինաստիաներ կային, որ կոչվում էին հովիվների դինաստիա, այսինքն արքան քրմապետը կոչվում է հովիվ, ճշմարիտ հովիվ երկնքի, բայց նա մարմնավորում է նույն աստղագիտական ցուցակը, նա մարմնավորում է տանուտեր նախահորը, գրված պապ գաղափարագիրներ, որ հենց նշանակում է շումերեն պապ, նախահայր, նախնի, արական նախնի, եւ ահա այս աստվածությունն է մարմնավորում հայկն համաստեղություն, այսինքն շումերների պատկերացմամբ էլ սա իրենց նախնին է, իրենց նախահայրը, նախապետը, պապը, որ կոչվում է նաև տանուտեր, այսինքն մեր միջնադարյան տերմինով ասած նախարարական տան նահապետ, տան տանուտեր։ Բացի սա շատ կարևոր է աստղագիտական երկնքի երկրագործական տերմին, քանի որ աստղային երկնքում կա հացի արարման ամբողջ ցիկլ, վարել, վարուցանքի տեսարան, եզներ, լույս, Գութանի աստղ, Գութանի համաստեղություն, հենց որ այս ամբողջ ցիկլը պատկերված է երկնքում, որովհետև նրանք աստղերով էին որոշում, եկել է արդյոք վարելու ժամանակը, ցանելու ժամանակը եւ այլն։ Բայց սրանք աստղագիտական տերմին լինելուց առաջ երկրագործական տերմիններ են։ Նախ հողը գութանով կամ արորով վարել են հողի վրա, հետո այդ պաշտամունքային առարկան, լույսը, եզը, արտը բարձրացվել է երկինք, քանի որ երկիրը համարվում են հայելային պրոյեկցիաներ։ Այո, աստղերն ամբողջ երկնքի քարտեզը ձևավորվել է ըստ իրենց կիրառական երկրի վրա կատարված աշխատանքի եւ տեղանունների ֆունկցիոնալ համարժեքի համաձայն։ Այստեղ է, որ մենք տեսնում ենք երկրագործական տերմինների նույնություն, հիմա խոսենք երկրագործական տերմինների մասին։ Ուրեմն իմ գրքում 100-ից ավելի բառեր տառացի նույնությամբ երկրագործական տերմիններ են վերված եւ հայերենում եւ շուներերեն։ Դրանց մեջ է վարել, ցանել, արոր, գութան, ցական, տափան, բիր, բրել, խրխրել, հողը փխրացնել, խրխուր եւ այլն եւ այլն։ Այդ թվում եւ տասնյակ ոռոգման համակարգի հետ կապված բառեր, օրինակ ամբար։ Դրանց է ջուր գաղափարագիր, կողքը դրանց է ամբար, այսինքն ջր ամբար։ Ջր ամբար։ Ահա այս տերմինոլոգիան եւ շատ կարևոր մի բառ կալ։ Կալ նշանակում է ցորենը կալսելու տեղ, կալատեղ։ Եվ շումերերենում եւ հայերենում։ Նույն կալը համանունների սկզբունքով հնչեցնում է նաև այլ իմաստներ, բռնել, կալել, կալանք եւ այլն։ Այս կալը գրաբարում նշանակում է նաև աստղերի միջև եղած տարածություն։ Երկնքում աստղերի միջև եղած տարածությունը կոչվում է կալ։ Այսինքն երկրագործական տերմինը այն հրապարակը, որտեղ ցորենը կալսում։ Սա այս տերմինը օգտագործվում է նաև երկնքում իբրև աստղագիտական տերմին։ Այս ինչի եմ անպայման սա շեշտում, սա ամենակարևորը, այսինքն հողը վարող գյուղացու տերմինոլոգիան մենք տեսնում ենք երկնքում իբրև քրմական գիտելիք։ Սա նշանակում է, որ քուրմը ուրիշ տեղ չի գնացել տերմիններ սովորելու։ Ամբողջ աշխարհում աստղագիտական տերմինոլոգիան բոլորը իրարից վերցրել է։ Պլանետա բառից սկսած բոլորը իրարից վերցրել է։ Որովհետև այդ գիտելիքը մշակութային առնչությունների, հարևանության, առևտրի եւ այլ շփումների ճանապարհով տարածվել։ Բայց շումերի պարագայում մենք տեսնում ենք, որ նույն տերմինով ինչով հողն են վարում, ցանում, նույն
տնտեսական աշխատանքների տերմիններով նույն լեզվով խոսող մարդը ստեղծում է աստղագիտական տերմինոլոգիա։ Այսինքն հողագործը մտածում է նույն լեզվով, ինչ լեզվով, որ մտածում է քուրմն ու աստղագետը։ Մենք գործ ունենք նույն ազգի հետ, որը իր հետ բերել է ոչ միայն երկրագործություն և երկրագործական տերմին, այլև բերել է աստղագիտություն և աստղագիտական տերմին, որովհետև դրանք նույնն են, և բերել է աստղային երկնքում բառացիորեն պատկերված երկրագործական ամբողջ ցիկլը հացի արարման։ Ես այս օրինակը ավելի շատ կարևոր եմ համարում այս փաստը, այս իրողությունը շատ կարևոր եմ համարում, որովհետև կրկնում եմ Եվրոպայում ոչ մի գյուղացի ինչ տերմինով որ հողն է վարում, այդ տերմինով աստղագիտական տերմին չի, որտեղ այն աստղագիտական տերմինը հետո ինքը ուրիշից վերցրել է։ Չի ունեցել դիվերսնի փոխարինություն։ Ես խնդրում եմ ավելացնի, որ փաստորեն այդ ամեն ինչը ստեղծվել էր Արատաերկրում, շումերից հյուսիս ընկած աստվածների երկրում։ Եվ այնտեղից փաստորեն այդ նույն ազգը, նույն ժողովուրդը Տիգրիս և Եփրատ գետերի հոսանքով իջնելով ներքև միջագետքի տարածք բարեբեր հողերի իրենց հետ տարել են այդ ամբողջ գիտելիքը եւ այլ։ Սա ուղղակի ուզեցի հիշեցնել, որ նշվի վերջիաշով այդ աստղագիտությունը հատկապես մեկ տարածքում է ստեղծվել եւ այդ տարածքը շումերը չի եղել։ Իր նախորդ էսեի հիշեցնելու կարգով նա նշենք մեր հանդիսատու հերոսատորի համար, որ աստղագիտական տերմինները եւ կենթանակերպը հարավային միջագետքում չի ստեղծվել, դա ակնհայտ է, որովհետև այնտեղ կային բաներ, որ հարավային միջագետքի չի երևում, որ անունն է։ Երկրորդ, այդ տերմինոլոգիան, երբ որ կար, շումերի տարածքը դեռ ջրի տակ էր։ Հիշենք, որ մինչև 6000 տարի առաջ, մեր թվականից 6000 տարի առաջ, մինչև Բաղդադը ծովի սահմանն էր։ Դրանից հարավ ջրի տակ էր։ Այսինքն այն հնարավոր չի, որ այնտեղ ստեղծվել աստղագիտություն, եթե այդ տարածքը ջրի տակ։ Պարզ է, որ եւ դա էլի հայերը չեն ասել, որ հայկական լեռնաշխարհն է աստղագիտության հայրենիքը, անուններ դնելու հայրենիքը, եւ մյուս կողմից Սորենի վայրի տեսակները, այն տեսակները, որ ընտելացվել են, դարձել են մշակովի, ու միջնադարյան տերմինով ասում են ցանցու, այսինքն ցանուրի։ Այդ վայրի տեսակները նույնպես Հայաստանում են, եւ այսօր Հայաստանում արգելոց է այդ տարածքը։ Այսօրվա մեր Հայաստանում Սորենի այդ վայրի տեսակները պահպանման չվերանալու եւ այլն։ Մի խոսքով առաջին տաճարը, եկանք հասանք տաճարը, առաջին տաճարը շումերի տարածքում հնագույնը համարվում է Էրեդու քաղաքի տաճարը, ուրեմն որտեղ պաշտամունքի առարկան էր հայ աստված։ Այդ դիցանունը ունի 10-ից ավելի գրելու ձևեր, 10-ից ավելի անուններ, մանդիրներ։ Դա սովորական երևույթ է, ճիշտ ինչպես քրիստոնեության մեջ Աստծուն կարող են անվանել Տեր, դատավոր, ուսուցիչ, բժիշկ եւ այլն։ Գաղտնատեր, ամենազոր, տեսանող եւ այլն եւ այլն եւ այլն։ Ասենք նարեկատ սուտ գրքի կեսը այդպիսի մանդիրներ։ Հիմա դրանցից մեկը, հնագույններից մեկը, անունն է հայ։ Երկու սեպանշանով է գրվում, սա լավոց հայտնի է, հայ կամ հայա, քանի որ երկրորդ սեպը կարելի է եւ յա կարդալ եւ ե, յուղ գաղափարագիրն է, կարդում են հայ, այսինքն իրականում հնագույն տաճարը։
հայ աստծո տաճարն է Շումերի տարածքում։ Աստվածություն։ Սա ամենաառանցքայինն է իմ կարծիքով, որովհետև հենց այս Աստվածն է, որ կավից ստեղծել է մարդուն ըստ շումերների։ Այսինքն մարդուն արարող Աստծո անունն է հայ։ Ավելի կան կնիքներ, որտեղ հստակ պատկերված է այս աստվածությունը, հայ աստվածությունը։ Նրա ուսերից բխում է Տիգրիսն ու Եվփրատը։ Իսկ մենք գիտենք Տիգրիսի և Եվփրատի ակունքները որտեղ։ Հայկական լեռնաշրջանում։ Մի կողմից ունենք աստվածություն, որ աշխարհագրական կոդը Տիգրիսի ու Եվփրատի ակունքներն է։ Մյուս կողմից ունենք այդ նույն աստվածությունը, որ կավից ստեղծել է մարդուն։ Մյուս կողմից ունենք, որ սա առաջին հնագույն տաճարն է Շումերի տարածքում, եւ ես բոլորին գումարեկեմ, որ այդ Աստծո անունն է հայ։ Այս ամբողջը ամփոփվում է մեկ եզրակացությամբ, քանի որ հնում ժողովուրդները կրում էին իրենց Աստծո անունը, ինչպես ասուր Աստծո անունն էին կրում ասուրները, երկիրը, ժողովուրդը, աստվածությունը նույն անունն են կրում, բնականաբար դա Արտակ Մովսիսյանի գրքում էլ հստակ շարադրված է եւ շատ վաղուց, որ քանի որ հավաքականությունը կրում է իր Աստծո անունը, ուրեմն հայ ցեղի անունը այդ նույն Աստծո անունն է։ Այս աստիճանի ընդհանրություններ լեզվական, դիցաբանական, աշխարհագրական, մարդաբանական, մշակութային, ավելի այդ տաճարի գմբեթը նույնն է, ինչ որ Էմինը մոռացա, առաստաղը, այսպես գերաններով որ շարում են։ Հազարաշեն։ Հազարաշեն եկեղեցու նույն սկզբունքով կառուցված առաստաղ է երթիկով։ Որը մինչև 19-րդ դարի վերջը մեր մոտ կա, նույնիսկ 20-րդ դարի այսօրվա գյուղերում են նույն ձևի են դնում։ Գյուղերում հացատներում կա։ Այո։ Մենք մի գերանը մյուս գերանի վրա 90 աշճան թեքությամբ դրնելով աստիճանաբար բարձրանում է։ Ավելի Շումերի տարածքում քար գոյություն չունի։ Ավազն քար, որպեսզի տաճար կառուցես, պիտի քար բերես։ Այդ քարը որտեղից է բերում։ Քարերի երկրից։ Ավելի մենք ունենք բողոքներ, մեզ են ասել բողոքներ, թե ինչպես Շումերի տարածքի քրմերը բողոքում են, որ Արաբտայից քարեր չեն գալիս, քարգործ վարպետներ չեն գալիս, որ մեր տաճարները վերանորոգեն, արդեն ձետը խաբվում է։ Այսինքն բաների վրա գրված նամակներ այդ գրադարանի, որ ուղարկում էր կավե սալիկների վրա, որ ինչու Եվփրատով չեք ուղարկում ես ուշացրել եք այս համասում չեք։ Ավելին իրանք բողոքում են, թե ինչի դպրատներ չեն գալիս։ Այսինքն Շումերը համարվում է գրի ստեղծման, սեպագրի ստեղծման հայրենիքը, բայց այդ շումերներն իրանք բողոքում են, թե դպրատները չեն գալի, ուշանում են, Արատայից պտիկան չեն գալի, ուշանում իրանք բողոք են գրում։ Գիր սովորեցնող ուսուցիչները դպրատներ։ Բայց մենք ունենք այդ նույն շումերոգրամների նախօրինակները սփռված ամբողջ Հայաստանի տարածքում ժայռապատկերների վրա նույն նշանները, ոնց որ նույն մարդու ձեռքով արված լինեն։ Ոչ միայն Գեղամա, Արագածի, Սարելում, Սիսիանում, նաև Կորդուքում, որ թուրքերը հրատարակեցին, Կորդուքի, որ պատմական Հայաստանի հարավի ժայռապատկերներն են, որ ոչինչով չեն տարբերվում Հյուսիսի, այսինքն Սիսիանի կամ Արագածի ժայռապատկերները։ Ավելի, երբ որ նույն շումերոգրամը ավելի դրա նախատիպը, նախաձևը, ավելի հին տարբերակը կամ Մասիսարի վրա, ավակ Մասիսի վրա, այդ էլ ամերիկացիները գտան հրապարակեցին եւ քարի լուսանկարը եւ այսինքն
նշանները կային արդեն Հայաստանում, երկրագործությունը կար արդեն Հայաստանում, աստղագիտությունը կար արդեն Հայաստանում, եւ այս մարդիկ, որ իջել են, իրանց հետ բնականաբար տարել են իրանց շորերը, իրանց իրերը, իրենց լեզուն, իրենց գիտելիքը, իրենց ամեն ինչը, ոնց որ գրավոր գլենդել տարել եք ձեր ավանդույթը, ձեր լեզուն, ձեր ապրելու ձևը, ձեր հաց ուտելու ձևը, ձեր Աստծու մասին ձեր պատկերացումը, նույնն էլ այդ մարդիկ։ Այն տարբերությամբ, որ իրանք մոտ են եղել հայրենիքի մի քիչ ավելի շքին։ Ուրեմն Հազարաշենի կտուրի վերաբերյալ շատ հետաքրքիր դիտողություններ ունի, ազգանունը մոռացա ֆրանսիացի մշակութաբան հեսակեշեն ասում։ Ասում է շու։ Ինքը չի խոսում ազգի մասին, ով ինչ ազգ։ Ասում է շումերական մշակույթի շարունակությունը։ Մենք տեսնում ենք հայկական մշակույթի մեջ, ընդհանուր մինչև միջնադար։ Ուրիշ ոչ մեկի մոտ այդ շարունակությունը չկա։ Այսինքն մի կողմից ունենք նախորդները շումերական, մյուս կողմից ունենք շարունակությունը։ Բայց ինչի ուրիշները չշարունակեցին։ Թող շարունակեին։ Այո, մենք գիտենք լիքը դեպքեր, երբ որ մի ուրիշ ազգ գալիս նստում է մի ուրիշ ազգի տարածքում, յուրացնում է այդ մշակույթը եւ շարունակում է, այդպես լինում։ Բայց փաստն է, որ ոչ ոք դա չի շարունակել, բացի հայերի։ Սա էլ է խոսում են մասին, որ դա հայերի հոգեհարազատ մշակույթ էր, դա իրանց ստեղծած մշակույթ էր։ Մենակ քարը, բավարարը ասելու համար, որ եթե այս մարդիկ տաճարը սարքում են քարից, մի տարածքում, որտեղ քար գոյություն չունի, բնականաբար իրենք այդ տաճարը արդեն իրանց քարերի երկրում սարքել էին, բնականաբար այդ մշակույթը կար։ Մինչև հիմա գնաց Հայաստանի գյուղերը քարատած կտաշեն մարդը, որ իրանց պետք է տուն սարքել, գյուղացիք տուն սարքելուց դրանք իրանց քարը տաշեն։ Իսկ այնտեղ եթե քար չկա եւ իրանք այդ երկրից չէին եկել, որտեղից պիտի քար տաշեն։ Բնականաբար քար տաշից սկսած գնացել է եւ տաճարը քարից է սարքել։ Սա էլ է խոսում են մասին, որ մենք գործ ունենք շարունակականության հետ, անընդհատականության հետ։ Մի ժողովրդի, որ ապրել է Տիգրիսի եփրատի ակունքում, ստեղծել է հզոր մշակույթ եւ նույնիսկ շումեր տեղափոխվելուց հետո չի մոռացել եւ պոեմները գրել իր հայրենիքի մասին, որ ընդեղ է։ Հիմա մենք հեռուստատեսային պոեմ ենք գրում մեր հայրենիքի մասին։ Ավելին, կապը եղել է ոչ միայն զգացմունքային, կապը եղել է առևտրային, քաղաքական, հոգևոր, Արարտայի հետ առնչությունները ցույց են տալիս իմ կարծիքով նաև ինչ որտեղ հոգևոր կապվածություն։ Քանի որ շումերական քաղաքները դրանք համայնքներ են, կոնկրետ տաճարի շուրջ ձևավորված համայնքներ են։ Եվ դա հոգևոր համայնք է ամեն մի քաղաք։ Օրինակ Էրեդու հոգևոր համայնքը, որը համախմբված է հայ Աստծո տաճարի շուրջ։ Մյուս քաղաքները, բայց կենտրոնը շումերում չի։ Ոնց որ ամբողջ աշխարհում այսօր կան հայկական եկեղեցիներ եւ համայնքներ ու գաղութներ, կենտրոնը Հայաստան։ Հոգևոր կենտրոնը Հայաստանում, այսինքն համայնքները հոգևոր թեմեր, սրանք հոգևոր թեմեր են։ Շումերում էլ հոգևոր թեմերը ունեն իրենց պատրիարքը, այսպես ասած, քրիստոնեական տերմինով։ Բայց այն կենտրոնը, որին իրանք հոգևոր կախվածություն ունեն, գուցե նաև կազմակերպական, Արարտայում
Շումերում չի։ Եվ ես համոզված եմ, կրկնում եմ, մենք պիտի հիշենք, որ ընդամենը 10% հրապարակված շումերական նյութի։ Իսկ չեն հրապարակում, Արմեն, ինչ կարծիք է։ Ուրեմն կան օբյեկտիվ պատճառներ, դրանց հրապարակումը շատ ժամանակատար, ծախսատար, աշխատատար պրոցես է։ Իսկապես շատ մարզնին, ժողովրդական լեզվով ասած, քթի մազ գործ պիտի արվի եւ արվում է։ Եվ դանդաղ առաջ գնում հրապարակ, որևէ բնագիր հրապարակելը տարիների աշխատանք է եւ մեծ նվիրում է պահանջում գիտնականներից։ Ուրիշ բան, որ ինչ նոր բան հրապարակվում է մեր օգտին։ Ուրիշները ինչ նոր բան են հրապարակում, բարձվում է մեր օգտին։ Բարձվում է, որ Հարբերթի Ուրֆայի միջև գտնվող Գյոբեկլի թեթե կամ Պորտասար կոչվածը ուրիշները գտան, մենք չգտանք։ Բայց պարզվեց այնտեղ 11000 տարվա տաճարի մասին է խոսքը։ Այո։ Պարզվեց այդ տաճարի վրա կան շումերոգրամներ։ Ես հարցազրույց եմ կարդում տեղող գերմանացի փայլուն գիտնական Շմիդտի հետ։ Շմիդտին հարցնում, բայց այդտեղ շումերական գրեր են։ Իսկ շատ խելոք, շատ հանգիստ։ Ասում է շումերները սրանից 4-5000 տարի հետո է։ Այդ միջանկյալ ժամանակ է տարածքը ծովի տակ է։ Այո։ Նա ծովի տակ է, ասում է 4-5000 տարի հետո են շումերները։ Այդ միջանկյալ օղակը այդ 4-5000 տարվա արանքի, քանի ես չեմ տեղել, ես ոչ մի բան չեմ ասում։ Հիմա գենետիկները լեզվաբանների այդ 10 քանի տարի աշխատեցին, ասեցին հայերենը 8000 տարեկան։ Մենք չասեցին։ Ով ինչ ասում է, ով ինչ նոր բան է հրապարակում, մեր օգտին է, որովհետև մենք կարիքը չունենք գիտությունը աղավաղելու, խեղաթյուրելու, քաղաքականացնելու։ Ընդհակառակ, ինչքան գիտությունը լինի մաքուր, ակադեմիական, այնքան մեր օգտին է։ Բայց ամերիկյան հայագիտական ամբիոններում հայ ուսանողների նկատմամբ ահավոր կեղծվում է այդ գիտելիքը։ Ընդհանրապես տիրում է բոլոր դասագրքերում, որ հայերը եկվոր են 5-րդ դար մեր թվարկությունից առաջ եղալ, եւ ինչպես քեզ նմանապես հայտնի է, ամբողջ ուսանողությունը ոտքի կանգնեց, մի ամբողջ շարժում եղավ սպիրկով։ Դա ճակատա, որտեղ իհարկե պետք է կռվել հենց խեղաթյուրումների, աղավաղումների դեմ, որտեղ աղավաղողը հոմենակ թուրքերը չէ։ Թուրքերը այնքան պրիմիտիվ են աղավաղում, որ բոլորը ծիծաղում են, բայց ավելի խորամանքները փորձում են իբր գիտական, որ ասենք Ձակոնովի գրածները կիսատրատ արտադրեցիր, հղումեր չարեցիր, Ձակոնովի ասածներն վաղուց հնացած են, դրանով բացի երիտասարդների մտքերը պախտորելուց ուրիշ ոչինչ չեն կարող։ Իրանց ֆունկցիան ու նպատակը հենց դա է, իրանք լավ գիտեն։ Հենց այդ պախտորողը, որ ասեցի, Ջեյմս Ռասելի մասին է խոսքը։ Համար ես ասում եմ, որ մենք կարիքը չունենք որևէ բան աղավաղելու, փոխելու։ Ինչքան օբյեկտիվ լինի գիտությունը, այնքան մեր օգտին է։ Այդ նույնն է, որ արդարն ու անարդարը գնում են դատի։ Արդարին ձեռնտու է, որ դատավորը լինի օբյեկտիվ։ Իրան պետք չի դատավոր առնել։ Իրան պետք չի դատավորին խաբել։ Իրան պետք չի փաստերը խեղաթյուրել, վկաներ սարքել, վախացնել երթվյալ ատենակալներին։ Իրան արդար դատավարություն է պետք։ Իսկ մյուսինը, այսինքն մեզ խնդիր է արդար դատավարությունը։ Բայց մենք Արտուր ջան, դու ինձ շեղում ես։ Դու ինձ շեղում ես իհարկե շատ կարևոր է, շատ կարևոր, բայց կա մի շատ կարևոր մեկ այլ բան։ Եթե դուք հայերը բոլորը դրա մեջ ես ասում եք մի բան եւ չկա երկրորդ կարծիք, աշխարհը հաշվի է նստում դրա։ Աշխարհը ասում է, որ հնարավոր չի, որ մի ամբողջ ժողովուրդ լինի աննորմալ, գոնե մեկը կլինի նորմալ։ Եթե բոլորը ասում են, որ եղել է ցեղասպանություն, այդտեղ ոչ ոք փախնելու տեղ չի։ Եթե բոլորը ասում են, որ Ղարաբաղը մերն է, այդտեղ երկրորդ կարծիք եթե չեն ասում։
Այստեղ մենք շատ ուժեղ եւ կարող ենք պարտադրել աշխարհին կոնկրետ տեսակետ, արդար դա, բայց եթե քո ներսում կան մարդիկ, որոնք ասում են եկեք քննարկենք Ուրարտուն Հայաստանը, թե Հայաստան չի, օտար չկամները ասում են գնացեք քննարկեք։ Պետք է մենք էլ այդ կրակի վրա յուղ կլցենք, յուղ ունենք, պակասի կանենք յուղը կբերենք կլցենք։ Հիմա իմ խնդիրը այսօր եւ մեր բոլորի խնդիրը այն չի, որ օտարներին համոզենք, որ շումերերեն հայեր են։ Իհարկե դա կարևոր է, պետք է խնդիրը օտարները չեն, Արմեն ջան, ես ինչու է հարցը բարձրացրեցի, որտեղ խնդիրը հարվածը գնում էր մեր սփյուռքի երեխեք, մեր երեխեք, որ կարի հերին անցած։ Արմեն ջան, դա լրի ուրիշ հաղորդման, ես կասեի հաղորդաշարի նյութ է։ Համաձայն եմ, մասնենք բուն նյութի։ Այդ կապակցությամբ հարգելի Արմեն եւ Արտուր որպես արդարացի դատավոր, որի բացակայությունը այդքան շեշտեցիք, ձեզ հաղորդեմ, որ մնացել է 3 րոպե։ Նյութը կտեղափոխվի, իհարկե, որպեսզի չպատառոտվի, ամփոփեք այս նյութը մշակույթի եւ լեզվի կապակցությամբ ու դրանով ավարտենք այսօրվա հաղորդումը։ Ունեք 3 րոպե ժամանակ։ Ես վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել լսարանին, որ համբերությամբ երկու հաղորդում հասցրեն լսել, մեկը լսել է, մեկն լսելու է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել արձագանքների համար։ Ես կոչ եմ անում նրանց, ովքեր հետաքրքրված են հայության հնագույն շրջանի պատմությամբ, շումերական, խուրիական, միտանիական շրջանի վերաբերյալ լինել շատ ավելի ուշադիր եւ շատ ավելի կասկածամիտ այն գրքերի կարդալիս, որոնք դուք կարդալու եք։ Շնորհակալություն։ Բայց մի րոպե, երկու րոպեը դեռ ունենք ուղիղ, քանի որ դուք շնորհակալություն եք հայտնում լսարանից, լսարանի ներկայացուցիչը ես եմ եւ Արտուր Արմինը, թույլ լսարանի կողմից ասել Արգելի Արմեն ջան, որ մեկ տառապանք չզգացինք, ոչ էլ չարչարանք քեզ լսելուց։ Ուղղակի ամեն րոպեն, վայրկյանը գնահատելի էր եւ նույն կարծիքի են կարծել մեզ լսողները, որովհետեւ այսօր զրույցը հիմա ձայնագրվում է, երևի 6 ժամ հետո կդրվի կայքեջում եւ առաջիկա վաղը միսօրը այս հաղորդումները կգնահատել հեռուստատեսությամբ։ Հեռուստատեսությամբ ցույցատրում սա մի անգամ ասեմ ձեզի, որովհետև հեռուստատեսությունը չի պահում հաջորդ օրերի համար, իսկ ինտերնետում միշտ կլինի եւ հետևեք ինտերնետում այն հղումներին, որը կապված է այս դասախոսությունների հետ, այս հետաքրքիր հանդիպումների հետ, եւ դուք կտեսնեք, որ ինչքան ոգևորիչ է ձեր խոսակցությունը մեր ժողովրդի համար, որը հատկապես գտնվում է Սփյուռքում։ Ես ձեզ ասեմ նաև Հայաստանում էլ շատ կան երկրպագուներ։ Ուրախ ենք, որ Հայաստանը նույնպես հետաքրքրված է այս նեղ օրերից անցնելով տասնամյակների մեջով։ Նորից ինքը իրեն հաստատում է, գտնում է։ Եվ մի անգամ եւս մենք շնորհակալ ենք մեր ամբողջ հանրության, լուսաշխարհի հանրության կողմից, ես ու Արտուրի կողմից, այսպես ասած, որ ներկայացնենք ձեզ ցանկանում ենք առողջություն, հաջողություն, այն ինչ որ դուք ձեր սրտով ուզում եք։ Ես իմ ասած ասեցի, Արտուր, եթե բանն ես ասելու, հաջորդ հանդիպանը մենք ես ուզում եմ նորից հիշեցնել մեր հանդիսատեսին, որ Արմեն Դավթյանի գիրքը հրապարակված է, ուրեմն որտեղ ես նայեցի